Элла, куда ни шагай, великолепно одетая публика. Ամենայնիվ իմ վերադարձը հաստատ է։ Սիսային Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան բոլորը հիացմունքով են խոսում։ Հայաստանում քարոզարշավ են ընթանում, հետևում եք։ Մոսկվայից եք։ Ես այնտեղ եմ բնակվում։ Հիմա Երևանում շատ խոշոր միջազգային կոնգրես է թերապևտների։ Էլիտ Պլազա, մեկնում եմ այնտեղ, որտեղ այդտեղ զեկուցում ունեմ։ Հայաստանի ընտրություններին չեք մասնակցելու, այսինքն։ Ես 60 տարի է, որ ապրում եմ Մոսկվայում։ Երիտասարդ հասակից դպրոցական տարիներն եմ այնտեղ անցկացրել, բայց հայերեն եմ ուսումնասիրել, սովորել 6 տարվա ընթացքում Երևանի բժշկական ինստիտուտում։ Դա է պատճառը, որ ես հայերեն գիտեմ ու նորից վերադարձել եմ Մոսկվա։ Ինչպիսին է Հայաստանը ձեր աչքերով։ Շփվում եք մարդկանց հետ, հետևում եք։ Շփվում եմ, տեսեք, ոտքով եմ քայլում, հիանում, քաղաքով, շատ է փոխվել։ Ինչն է փոխվել, մթնոլորտն է փոխվել, ապրելակերպն է փոխվել, ինչն է ձեզ դուր գալիս։ Ապրելակերպը չեմ կարող ասել, օրինակ համեմատեմ ես որոշ քաղաքների հետ, որտեղ ես եմ ապրում, ժողովուրդը շատ վատ է հագնված։ Այստեղ հիմա ապշել եմ, որ կնոջս հեռախոսով ասեմ, որ Элла, куда ни шагай, великолепно одетая публика. Խնդրեմ, եթե մթնոլորտն եք ինձ հետաքրքրում, ռեստորանները եւ սրճարանները եւ այս ռեկլամը խանութների նույնպես ապշեցնում է, շատ գեղեցիկ է։ Ինձ թվում է Եվրոպայում անգամ այդպես չի։ Ես Ավստրալիայից մինչև Հարավային Աֆրիկա, ամբողջ երկրներում, Կանադա, Միացյալ Նահանգներ, Երևանը շատ եվրոպական քաղաք։ Գալու եք, վերադառնալու եք, այստեղ եք ապրել, ինչ մտածում։ 6 տասնամյակ, ես պրոֆեսոր եմ, ես ամբիոնի վարիչ եմ, իմ աշխատանքը իհարկե տարիքս այն է, որ ես ժամանեմ, դժվար թե նոր իմ տարիքում աշխատանք ես եւ այլն, բայց այնուամենայնիվ իմ վերադարձը հաստատ է, որովհետեւ մոտ 60 տասնամյակ 6 տասնամյակ գլուխս բարձին դնելով ամբողջ մինչև քնանալը Հայաստանը, Երևանը, իմ ծնողները ծագումով Իջևան, Դիլիջան, Տավուշի մարզից են եղել։ Ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին, հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը Իջևան։ Իհարկե, գիտեմ, որ Ենոքավան գյուղից է, կարդում եմ, հետևում եմ, իհարկե։ Այսինքն այդ տարիներին չեք ճանաչել Նիկոլ Փաշինյանին, ձեր ծնողները քանի որ այնտեղից են, ասի գուցե ճանաչել եք, շփում է եղել։ Չէ, իհարկե, ոչ։ Ես արդեն վաղուց կորցրել եմ ծնողներս եւ այլն, անգամ գաղափար չունեմ իրանք ծանոթ են եղել նրա հետ, թե ոչ։ Իսկ դուք Հայաստանի զարգացումը ինչի հետ եք կապում։ Հիմա հիացած խոսեցիք Հայաստանի զարգացման մասին, ինչի հետ եք կապում։ Ինչի հետ եմ կապում։ Ես ուղղակի մամուլին եմ հետևում, երբեմն կարդում եմ, ես ինչ գիտեմ, հեռախոսում եկած տվյալները, տեսնում եմ, որ աշխարհում շատ մեծ, ինչպես են ասում, ավտորիտետ как по-армянски, հեղինակություն է վայելում Հայաստանը։ Այդ հետաքրքիր փաստ է, էլի, որ այդպես օրինակ մեկուսացված չի, ընդհակառակ բռնած Կանադայից, Միացյալ Նահանգներից, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան բոլորը հիացմունքով են խոսում, ինչ կարող եմ ասել ես։ Ես այստեղ չեմ բնակվում, որ օրինակ նրբությունները իմանամ, թե ինչումն է բողոք եւ այլն ժողովրդի, բայց այնուամենայնիվ չի կարող լինի պետություն, որտեղ մի զգալի մասը չունենա բողոք այս ու այն պատճառով եւ մի զգալի մասը, որը հիացմունք չարտահայտի ներկայիս կառավարության, դա նորմալ երևույթ է։ Ես այդպես եմ գտնում։ Եթե ամփոփենք, մտածում եք Հայաստան վերադառնալ։ Պարտադիր կերպով եւ անպայման, չնայած օրինակ ասենք իմ զավակները ծնվել են այնտեղ, բայց 3-րդ տարին է, որ տղաս վերադարձել է, ծնված Մոսկվայում Արբաթ փողոցի վրա կենտրոնում վերադարձավ, այս 3 տարվա ընթացքում հայերեն
գրական հայերեն սովորել է եւ ինձ նկատողություն անում, որ եթե ես հետը հիմա ռուսերեն եմ խոսում, տարաճանաչ է դարել, կարդում արդեն հայերեն եւ աշխատանքով հիացած իր ինչպես են ասում сотрудники, да, գործընկերներով որտեղ իր գործընկերները նույնպես եւ Ռուսաստանից են եւ կարծեմ Վրաստանից անգամ եւ այլ վայրերից եւ այլն այդպես իրանք ռելոկացիա են ենթարկվել այստեղ եւ այստեղ հիացմունքով ապրում են։ Շնորհակալ եմ։ Ձեզ բարի վերադարձ։ Ձեզնից էլ շնորհակալություն։ Մկրտումյան Աշոտ Մուսայելի Ռուսաստանի Դաշնություն, Ռուսաստանի բժշկության համալսարանի, то есть Российский университет медицины, ես ամբիոնի վարիչն եմ էնդոկրինոլոգիայի։